Պարոն Մանուկյան, դուք տեսանյութեր եք հրապարակել ցույց տալով, թե ինչ վատ վիճակ է փողոցներում, ամեն կողմում փոսեր են եւ երեք քաղաքապետարանի գործակարգավարական նիստում դա պարզաբանում եւ բացատրում էին այս աղի ավազի աշխատանքներով, դնամաքրման աշխատանքներով, որ ցանել են եւ որից էլ առաջացել են փոսերը։ Ըստ ձեզ ինչ ժամկետներում խելամիտ կլինի, որ վերացնեն, որովհետեւ ամեն օր քաղաքացիները դժգոհում են, որ իրենց մեքենաները վնասվում են։ Նախ այդ պնդումը, որ աղն ու ավազն էր, դա սխալ է, եթե իրանք որակյալ ասֆալտ անեն, չէր քանդվի այդ ասֆալտը, այդ տրամաբանությամբ հյուսային բևեռում գտնվող բոլոր երկրները պիտի խրամատների վերածվեին։ Տեսեք մի պարզ օրինակ ձեզ բերեմ, Մասիվը Գայի Պողոտան որ կա, Թաղապետարանի դիմաց ասֆալտ, որը որ նոր են իրանք անցյալ տարի են արել ու կառուցման ընթացքում է պարբերաբար խոսվում էր, որ պիտում չեն տալիս իրանք, նորմալ նորմերը չեն պահում, հաստությունը չկա, այդ ասֆալտը քանդվել է։ Նույն տրամաբանությամբ Ամիրյանի փողոցի ասֆալտը չի քանդվել, հասկանում եք, դա թյուրը բռնում է, այսինքն ԿՊ-ն այդ իր ասֆալտչիկի բրենդը սպառել է, իսպար սպառել է, այսինքն իրանք ասֆալտի փողերը ուտում են, անորակ ասֆալտը սարքում են, դա անհերքելի փաստ է։ Ինչքան ժամանակում իրատեսական կլինի, տեսեք, օբյեկտիվությունը պահելու համար, եթե անձևի ժամանակ փորձեն իրանք փոսալցումներ անել, իրոք քանդվի ու դա կատարյալ մոսկում պիտի լինի, այսինքն քննադատությունը տեղին պիտի լինի, եթե եղանակային պայմանները թույլ տա, ես համոզմունք ունեմ, որ դա շուրջ 1 ամսվա մեջ հնարավոր է ամբողջությամբ վերականգնել այդ փոսալցումները։ Այսինքն դեռ 1 ամիս էլ քաղաքացիները պետք է Իմ գնահատմամբ այդ ամբողջի ավարտը կլինի կարծում եմ ապրիլ ամսին, որովհետև մոտակա ժամանակահատվածում եղանակային տեսությունը նայում ենք տեղումներ է լինում, տեղումների ժամանակ եթե փորձեն անել դա հերթական փողերի մսխումը կլինի, հետևաբար իհարկե սիրելի երևանցիներ ներողություն եմ խնդրում ձեզ ոչ իմ մեղքով այդ անհարմարավետության համար, բայց առնվազն նվազագույնը 1 ամիս ու կես դուք դեռ տառապելու եք, ես էլ ձեր հետ տառապելու եմ այդ փոսերի մեջ։ Եվ նաև գծանշումներ, հա, նորմալ չկան քաղաքում, ինչու դրանք չեն իրականացվում։ Տեսեք, գծանշումները ինչի համար չկան, պիտի ասֆալտը լինի, որ գծանշումն անես, գծանշումն անես, հետո տեղ բերես նորից ասֆալտ անես, նորից գծանշում տրամաբանական չի լինում։ Բայց փաստը մնում է փաստ, որ 18 թվականի հեղափոխության ժամանակ այսօրվա իշխանավորները որ գետնին պարկած էին, Տարոն Մարկյանի ժամանակ այդ փողոցները բոլորը գծանշած, ասֆալտած, ավարտած են։ Այսինքն իրանց սիրած նախկինների ժամանակ այդ խնդիրը չի եղել։ Հիմա սրանց ժամանակ գծանշումները նորմալ չի, ինչ որ բերեցին նոր մեխանիզմ, որ այդպես գծանշում ենք անում, որը որ չի մաշվում, բան չի անում, բայց տոտալ քաղաքում գծանշման խնդիրները կա, արկա է։ Եվ նաև քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկին մեղադրանք է առաջադրվել նույն այդ գծանշումների մրցույթի հետ կապված, ինչպես կմեկնաբանեք սա, պարոն Մանուկյան, վերջին շրջանում օրինակ քաղաքապետարանում այս ձերբակալությունները, մեղադրանքները կարծեք թե սովորական են դարձել։ Տեսեք, կոնկրետ այդ դեպքի հետ կապված մանրամասները, որ չեմ տիրապետում, չեմ կարող գնահատական տալ, որովհետև իրոք չգիտեմ ինչն է եղել, մամուլության տեղեկացի, այլ ինֆորմացիա չունեմ, բայց այն, որ այդ կոռուպցիան պոզող կոչով կենթանի մտել է այս շենքուսեն, թևացում աստեղից թռնում է, գնում է բյուզանդից հետո գալիս է, դա անհերքելի փաստ է։ Կոռուպցիան միջև ամենասենց ակնաժերիցերը թաթախված են։ Երևան քաղաքի բյուջեն $400 միլիոն է, ժողովուրդ ջան։ Մենք տեսնում ենք ուր է փողը։ Երևանում տեսնում եք, այդ փողը անենք փողոցում լցենք Երևան, հասկանում եք։ Աբսուրդ է։ Իրոք կոռուպցիան ասենց մետաստազի պես չարորակորուսկի ամբողջությամբ տարածվել է ամբողջ քաղաքապետարանի շենքով։ Մենակ նայեք, տեսեք քաղաքապետարանի աշխատակիցների կյանքը առաջ ոնց են ապրել, այսօր Սարյան փողոցից այսքան չեն գալիս։ Պարոն Մանուկյան, անդրադառնալով Վենսի այցի, երեք բավականին շատ անդամներ նաև մասնակցում էին ցույցին Վենսի այցի Հայաստան այցի հետ կապված։ Սրա վերաբերյալ ուզում եի ձեր կարծիքները Տեսեք, ցույցանողների առաջի պահանջը շատ բարոյական եւ արդար էր, այսինքն եթե կեղծ խաղաղությունը կա ինչ հրապարակման, առնվազն Բաքվի բանտերում պիտի գերիներ չլիներ։ Իսկ այսօր իմ համար խորը ցավ է, այսօր նայում եմ մեր Արցախի ղեկավարությանը, որ դատում են ապօրինի ձևով այդ խայտառակությունը, իմ համար գետնի մտնելիք հասկանում եք, որ եթե հեսա պարագայում իրանք եկել են, նաև Վենսը պետք է հասկանա, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, որ ինքը որ ներկայացնում, միանշանակ չի, որ ընդունվում է մեր երկրում։ Վենսի կատարած այցի արդյունքները կարծում եմ վաղ է դեռ քննարկել են, հիմա պիտի գնան Ադրբեջան, հասկանանք ընդդեմ ինչ են խաղում, ընդդեմ ինչ է տեղի ունենում, դրանից հետո ինչեր է լինում, նոր գնահատականը տան։ Իմ համար որպես էներգետիկ ոլորտի նաև մասնագետ, միջուկային էներգետիկ
էներգետիկայի մասին հուշագիր իրանք ստորագրեցին, դա էր շատ խնդրահարույց ու դրա տողատակերը կուզենանք տեսնել, հասկանալ, որովհետև նույն մեր ատոմակայանը բացի են, որ համարվում է մեր էներգետիկ անվտանգության գրավական, նաև ազգային անվտանգության գրավական հանդիսանում ու այդ ստորագրած հուշագրի տողատակերը պիտի անպայման են հետևի էջերը մենք տեսնենք ինչ է ստորագրվել, ինչ են արել իրանք այդ առումով։ Իսկ բնականաբար մեր երկրի համար մեծ քայլ է, երբ որ Ամերիկայի կամ Ռուսաստանի գերտերությունների նմանատիպ պաշտոնյաներ այցելում են մեր երկիր։ Նաև դա դրական պետք է գնահատել։ Բայց կարող է որևէ դրական ակնկալիք ունենալ այս այցից։ Գիտեք, քանի որ մի կողմը Նիկոլ Փաշինյանն է, ու ԿՊ-ն Նիկոլ Փաշինյանից ոչ մի դրական բան չես կարողանում ակնկալել, ինչ անում են ավելի վատ են անում, ինչ անում են ավելի վատ են անում։ Մյուս կողմին էլ Ամերիկան է։ Մի պարագայում ռիսկերը պետք է գնահատես, նաև հասկանալ, որ քո հարաբերությունները միգուցե փչացնես քո բնական դաշնակցի հետ, այդ ռիսկերն է կարողանաս գնահատել։ Դրա համար այս փուլում կարծում ոչ շուտ է գնահատական տալը։ Ինչ է կարծում, բայց իշխանությունը գնահատում է ռիսկերը։ Իշխանությունը իր իշխանությունը պահելու ռիսկեր է մենակ գնահատում։ Ինքը ամեն ինչ PR-ի կամ մնացածի համար, որպեսզի կարողանա իր իշխանությունը մեկ օր, մեկ ժամ ավել պահի։ Իր ամբողջ խնդիրը դա է։ Ու արևմուտքն ցույց է տալիս, որ ամեն գնով պահում է Նիկոլ Փաշինյանի։ Մենք համոզվել ենք, չէ՞, որ այդքան քաղ բանտարկյալների խնդիր, որ մեր երկրում կա, այդքան ապօրինությունների խնդիր, դատական համակարգի խայտառակություն, այսինքն դատ տվող, կալանք տվողը ունեն չունեն երկու պատգամավորում։ Մասիս Մերկոյանը մեկ ուրիշ մեկն ունեն էդի։ Հասկանում եք, հենց հիմա Մասիս Մերկոյանը կարող է դատի չգնալ։ Էլ կարող է դատի չգնալ, այդ խայտառակությունը նմանատիպ երևույթ մակագրման համակարգը չկա, մյուսը չկա ու տոտալ մարդկանց կբռնեն, կտանեն, տեսնում են ոստիկանության շենքերում մարդկանց ծեծել, մյուսը իսկ կեղծ ժողովրդավարներն էս պարագայում եվրոպացիք լուր եւ համր են, որն անընդունելի է։ Ես լինելով մի մարդ, որ կյանքի մեջ Ռուսաստանում չի եղել, սովորել է Եվրոպայում, վերապատրաստվել է, իմ արժան համակարգով ավելի շատ ձգտում եմ արևմուտք Եվրոպա, բայց այսօր իմ համար օրինակ չի տեղավորվում, ուղղակի գլխի մեջ չի տեղավորվում, որ Եվրոպան ոչ մի գնահատական չի տալիս։ Չի կարելի, հասկանում եմ, որ Ռուսաստանի հետ խնդիր ունեք, բայց Հայաստանում ժողովրդավարության մասին ձեր պատկերացումը փոխվում է։ Չի կարելի, էլի հասկանում եք, ես ցավում եմ, որ եվրոպական իշխանավորները Եվրոպան տենց է իրան պահում։ Ես Եվրոպայում սովորելու տարիներին տենց բան չեմ տեսել։ Ինչ որ տեսնում եմ, իմ համար ցավ է։ Պարոն Մանուկյան, ինչ նորություն կա քրեական վարույթից, որում նաև դուք եք ներգրավված։ Յոգուրտի գործը, խայտառակություն են, ինձ դատում են այդ գործով, մի տարի իմ ելքը փակել են, երկի չեն թողում դուրս գնամ, որպես լուրջ, շատ լուրջ հանցագործի, հիմա դատական փուլում է, վկաների հարցաքննության պահն է եկել, տեսանյութերը դիտել ենք, ես պնդել եմ, որ ես ոչ մեկին չեմ ստորացրել, ես պնդել եմ, որ տեսանյութի մեջ եղել է յոգուրտ, օրինակն բերել եմ, երբ որ ես Գերմանիայում սովորում էի, այնտեղ կար քաղաքական ակցիաներ, օրինակ մարդիկ ձվով էին խփում, բոլորը տեսնում եք, եթե երկու հատ զուտ անեմ դնեմ, դրանք ինչ են անել, նորից ստորացված են իրանց գալու հասկանում եք, կամ պամիդորով են խփում այս մարդիկ, ինչ պետք է հասկանան, կամ կարմիր հեղուկ էին դնում մարդկանց վրա։ Իսկ մեր երկրում ունի ժողովրդավարության բաստիոնի այդ խնդիրն է, էլի դու քաղաքական ակցիա ու պրիտոմ հայտարարում ես, որ դա քաղաքական ակցիա է, այսինքն չես գնում անում, post factum չես արձանագրում փաստը։ Նախորդ ասում ես, որ ես գնալու եմ, ես եմ անելու, սենց քաղաքական ակցիա է։ Նախորդ ասում ես, որ թաղապետի պահվածքը եղել է լկտի պահվածք, որ թաղապետը պիտի դեմար ներողություն խնդրի։ Իր գործընկերներին ես հորդորը ասել եմ, ժողովուրդ գնացեք, ասեք չի կարելի, էս, պնդում են հակառակը, վերջում մեղադրանք առաջադրում են ինձ։ Ես էլի նորից եմ կրկնում, մի դատը գնում է փետրվարի 26-ին հաջորդ դատն է, նաև եթե ազատ ժամանակ ունենանք կցանկանամ որ լուսաբանեք։ Պարոն Մանուկյան, եւ վերջում քաղաքապետարանի պարգևավճարների մասին տարեվերջին Factor TV-ին պատասխանել էին քաղաքապետարանից, որ 634 միլիոնի պարգևավճար է ընդհանուր առմամբ ստացել քաղաքապետարանի աշխատակազմը։ Սա նորմալ է ձեր գնահատմամբ։ Տեսեք, իմ համար նորմալ է, որ փողոցի մաքրող ԵԱՍՄ-ի աշխատակիցը պարգևավճար կստանա։ Իմ համար նորմալ է, որ ավտոբուսի վարորդները պարգևավճար ստանան, որովհետև այդ մարդիկ արտաժամի աշխատում են ու գումար չեն ստանում։ Իմ համար աննորմալ է, որ պարգևավճար ստանում է Տիգրան Ավինյանը կամ իրանց վարչության պետերը։ Իմ համար աննորմալ է, որ պարգևավճար ստանում են փոխքաղաքապետերը ու մեծ պարգևավճարներ են ստանում։ Այդ դա է աննորմալ։ Իմ համար աննորմալ է, որ այս շենքում տակ կաբինետներում նստած մարդիկ են պարգևավճար ստանում, բայց փողոցում աշխատող կամ Երևանի ենթակայության պոլիկլինիկաներում աշխատող քույրը
կամ պահակը որ աշխատում է, այդ մարդը պետք է պարգևատրվի, այդ մարդուն պետք է փող տաս, բայց իրանց պետք է ոտից կախես վատ աշխատելու համար։ Դա բռնության կոչ չի։ Ինչ ասում եմ, հետևից պետք է ասեմ բռնության կոչ չի։ Դա քաղաքական գնահատական է։ Գնում են վազելով գնում են։ Մի օր լավ տղա են խաղում, հաջորդ օր գնում են Վիլյամ Սարոյանը գլուխը քարն է տվել, սկսում են գրել ին վրա։ Չգիտեմ դրանց ինչ պետք է անեմ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Դե մի հատ սովորել եմ։